Առաջինն ես արդեն ասեցի հարգանքը։ Հարգանքը այն կնոջ հետ կներեք անկողին ես մտել, սիրել ես, սիրված ես զգացել, համատեղ դժվարություններ եք անցել, երեխաներ եք ունեցել, այն էլ բլեան աշոտի կյանքը թողովոյ, բերթով, ամեն ինչով, այդպես չի եղել էլի, որ շոկոլադ է եղել, եւ այդտեղ շատ հաճախ ոնց որ Չարենցներ ասում, փրկությունը եղել է կնոջ մազերից բռնելը, ինքը քեզ հանել է այդ վիճակից։ Այդ ես հիշում եմ, ոչինչ չի մոռացվել այդ բանի առումով։ Այդ հարգանքն է։ Իսկ հարգանքը պետք է ոնց որ եթե տղամարդը չի դրսևորում, ուրեմն ինքը փոքրոքի է, իսկ տղամարդը պիտի մեծահոգի լինի։ Մնացած թերությունները կարծում եմ կինը կների, բացի այս մեծահոգության պակաս հայացքի բանի առումով է։ Այնպես որ բացառվում է, որ որևէ բան ինձ խանգարի, որ ես հարգանքի վրա չկառուցեմ։ Եթե անգամ դիմացինս վրիպի, եթե անգամ, չեմ ասում վրիպելա։ Երկրորդ իհարկե այդ պատասխանատվությունն է քո համատեղ կյանքով, այդ սիրով, այդ ծնված երեխայի նկատմամբ ինքը ինչ մեղավոր է։ Եվ այս արդեն երկուսի այդ փորձությունը, դա լուրջ փորձություն է։ Այդ ծանր բանը, հանկարծ ստացվի, որ ես դա բանեմ։ Հիմա էլ որ ես սենց բանով ամբողջ անցկացնում եմ, հա, այս ոնց կարելի էր, այդ չէր կարելի, այդ անհնար է, բայց եթե դու անգամ գնում ես այդ անհնարին բանի, այդ պատասխանատվությունը երեխայի նկատմամբ, այդ քո երեխայի, հա, փոքրի, որ հասկանալով, թե դու ինչ ցավ ես բոլոր դեպքերում, անկախ եթե ամեն ինչ լավ է, չգիտեմ, լավագույն ձևով ամտածված Նևնույն է, չէ, դա ցավա, լուրջ փորձություն է, երեխան ինչ մեղավոր է։ Եվ երկուսը միասին այդ հարգանքի դրսևորումն է։